Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, դուք տեսաք, թե ինչպես ֆիզիկական անձանց հայտարարագրերի ժամկետի վերանայման պարզ նախագիծը թեժ կրքեր բորբոքեց։ Իրականում ավելի լավ վերադառնանք հիմնական թեմային, բայց որ մի քիչ առաջ նյարդայնանալուց խոսում եք, հիմա հենց նոր ցույց տվեցիք, որ մենք չենք նյարդայնանում, դուք եք նյարդայնանում։ Մի անգամ էլ հիշեցնեմ, որ նախագծով առաջարկվում է հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը տեղափոխել այս տարի լրատվողների համար նոյեմբերի 1, հաջորդ տարի լրատվողների համար նոյեմբերի 1 եւ հետագայում արդեն հուլիսի 1։ Բայց վերջում ամեն դեպքում երկու բանի ուզում եմ անդրադառնալ։ Պարոն Մինասյան, ես ձեզ շուտվանից եմ ճանաչում։ Միշտ հարգանքով եմ վերաբերվել, անկախ ամեն ինչից շարունակում հարգանքով վերաբերվել։ Բայց համ խոսում եք որակումներ տալուց, համ դուք որակումներ եք տալիս, ստում եք, չգիտեմ ինչ։ Ասենք ես չասեցի, չէ՞, օրինակ Տիկին Խամանյանը ստում է, երբ որ ասում էր դատվելու եք հարգելի քաղաքացիներ։ Ուղղակի սխալ գիտես, սխալ ներկայացնում էր։ Խնդրում եմ եկեք այդ կառուցողական ոճի մեջ մնալ, մեկ էլ քանի որ խոսում եք ազգային արժանապատվությունից, իմ կարծիքով ազգային արժանապատվության ամենակարևոր դրսևորումը դա կրթված, գիտակից, արժեք ստեղծող հասարակություն ունենալն է, ու թող մեզնից ամեն մեկը ինքը իր մեջ մտածի, թե որքանով է այդ գործին նպաստում։ Կոչ եմ անում կողմ քվեարկել հարգելի գործընկերներ, շնորհակալություն։ Համեցեք պարոն Բագրատյան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ես անդրադառնամ մեկ-երկու հարցի, որոնք առնչվում էին նախագծին եւ նաեւ չէին առնչվում նախագծին, մասնավորապես պարոն Ավետիսյանը բազմից նշեց եւ նաեւ մեր գործընկերները Թումանյանին մեղադրելով միակողմանի նիստի վարման վերաբերյալ եւ կարծիքների վերաբերյալ, ասեմ, որ Թումանյանը չնայած պաշտպանության կարիք չունի, բայց Թումանյանը ում տեղն է այդ նիստը վարում, ձեր տեղն է վարում։ Այդ քվոտան ձերն է։ Բարեխիղճ եղեք ձեր նախագահին նշանակեք թող երկու կողմանի վարի նիստը։ Հիմա այն հայտնի անեկդոտի պես Թումանյանը համ ձեր գործը անի, համ էլ այդ մարդուն մեղադրեք այդ հարցում։ Երկրորդը պարոն Մինասյան, վաղուց ենք մենք իրար ճանաչում, ասում եք ինչու եք կեղծում եւ այլն, վերջվել ասում եք միսօր փողոց եք դուրս գալու եւ այլն։ Այսինքն հիմա ձեզ եմ դիմում, որտեղ դուք եք ասել, հիմա ասեք օրինակ դուք եւ ես փողոց ենք դուրս գալի։ Ձեր կարծիքով ես խնդրեմ ունեմ փողոց դուրս գալու, դուք չունեք, թե հակառակը։ Որովհետեւ մեկը ես եթե օրենքի դաշտով ենք նայում, պատգամավորը առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքով։ Եթե դուք օրենքից դուրս եք ասում, մնացած արդեն գիտեք, չէ՞, ասենք ոնց կարող ասեք, ես ու դու ստեղից գնանք մինչև Վայոց ձոր կամ գնանք մինչև ձեր ծննդավայր եւ մեր համար հասկանալի կլի, չէ՞, ժողովրդի վերաբերյալ։ Ոնց եք պատկերացնում, որևէ մեկը կա համարցակի կամ ես թույլ եմ տվել, առիթ եմ տվել, որ որևէ մեկը ասի, ինչ ես փողոց դուրս եկեք, դուք այդ կարծիքին եք, ուզում եմ, որ այդ կարծիքին չլինենք։ Մենք իրար պիտի հարգենք, փոխադարձ հարգանքի մեջ պետք է լինի եւ մեր խոսակցությունը չպետք է լինի երբեք սպառնալիքների լեզվով։ Որևէ մեկը մյուսի չպետք է փորձի սպառնել, ինչի ով կարող մյուսին սպառնել, որևէ մեկս մյուսից ավելական պակաս չկա տեսբան։ Մենք падգամավորներն ենք, մեր աշխատանքը պիտի կատարենք։ Եվ այդ աշխատանքը կատարելու ընթացքում եթե վեճ է լարում, այդ վեճը պետք է մի րոպե շուտ դադարեցնել, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ցանկանում ազգային ժողովում տեսնել ծեծ, կռի, վեճ եւ խոսքեր, որոնք արժանի չեն հնչելու ազգային ժողովի դահլիճում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Բագրատյան, անցնում ենք քվեարկությունների։ Քվեարկությանը դրվում է վարման կարգով Արծվիկ Մինասյան։ Հարգելի հայրենակիցներ, քվեարկող հարցի վերաբերյալ մենք չենք կարող կողմ լինել այն պարզ պատճառով, որովհետև սա ինչպես նաև ելույթներում խմբակցության падգամավորների կողմից հնչեցված կիսատ պրատ մի լուծում է, համակարգը պատրաստ չէ եւ հետեւաբար նոյեմբերին նորից ունենալու ենք մեծաթիվ խնդիրներ։ Մյուս կողմից դեմել չենք կարող քվեարկել, որովհետև մայիսի 1-ը այն վերջնաժամկետն է սահմանված, որից հետո սկսվելու է այսպես իրավական շղարշով հետապնդումների շարք։ Հետևաբար ելնելով այդ ամենից մենք ձեռնպահ ենք քվեարկելու այս նախաձեռնությանը,
ակնկալելով նաև, որ հետագայում իմաստությունը կիշխի մեծամասնության եւ կառավարության մոտ եւ կբերեն այս համակարգը կասեցնելու, ամբողջությամբ մշակելու եւ նոր դրանից հետո ներդնելու օրենսդրական փաթեթ։ Մնացած որակումների մասով կանդրադառնամ այլ առիթով։ Շնորհակալություն քվեարկության դրում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ երկրորդ ընթերցման եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 60 դեմ 1 ձեռնպակսանին որոշում ընդունվել է։